Տեսեք, ասիկ իրավական գործընթաց, բայց այստեղ իրավական գործընթաց չկա։ Կա մի հոգու ցուցում, բացահայտ, լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ։ Որտեւ իրավական բացարձակ ոչինչ չկա։ Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո, կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ, այս գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո, փաստորեն մենակ մարդուն, Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս, ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում ես ուղղակի, ոնց կարա, ասենք, նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան, ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղամարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանտում։ Ասենք, ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է πάρի։ Պատկերացնում եք, չէ՞, քուրն էլ է փաստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան թողում եք կողմնի։ Ինչ ասենք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխքին մայր, ինչ ջան ինչ ասելու բան այլ է։ Պարոն Խոչյան, այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է այս պահի դրությամբ, ովքեր վարույթ ու կալանավորված։ Չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս է մի քանի տնօրեն կա ոնց որ 5-6 առնվազն էլի, այս բանը այսպես ինֆորմացիան ամբողջական չունենել։ Այո, փաստորեն հորս հետ կապված 24 ժամի այսպես ռեժիմով էին մտել, երեքան որ առողջական խնդիրներ կար, շատ էին ուզում որ դատարան բերեին, բայց բժիշկները ասացին որ չի կարելի։ Այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամյա այսպես էս ռեժիմի մեջ մնալու համար։ Տեսնենք, կարծում եմ նպատակը բոլոր հնարավոր ձեռն նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու, լսել եք ցուցումները այստեղ, հիստերիկ մեկը կար, խոսում էր։ Դիմազատության մեջ եք